Սերը իր ներաշխարհով, հիշողություններով ու տարածականությամբ։ Հենց սիրո բազմաշերտ դրսևորումներն է ներկայացված արվեստագետ Արփի Չոբանյանի «Սիրո պարը» խորագրով ցուցահանդեսում։ 5 յուղաներկից եւ 20 ակրիլային կտավներում արտացոլված են հեղինակի անձնական մտքերը, կորստի վերապրումը եւ կյանքի արժեքները նորովի բացահայտելու ճանապարհը։ Եվ հույս, եւ հրաժեշտ, եւ տառապանք, եւ ներքին փոխակերպում, ոչ միայն դրական է իհարկե ամեն ինչ, որտեղ կյանքում ամեն ինչը պետք է բալանսի վրա լինի, չէ անիմաստ է դառնում եւ մենք երջանկությունն էլ չենք գնահատի այն պատշաճ չափի, ինչքանով որ ինքը կա։ Յուղաներկի կտավները հեղինակը ստեղծել է 2022 թվականին։ Կարմիրի եւ սևի համադրությամբ նա փոխանցել է կյանքի բարդ շրջանի ապրումները, իսկ տարիների ընթացքում ավելացած վառ գույները դարձել են ներքին փոփոխությունների ու խաղաղության արտացոլումը։ Այս պահի դրությամբ այնքան շեղող ինչ-որ աղմուկ կա իրականության մեջ, որ մենք հաճախ ինքներս մեզ ենք մոռանում, բայց կան շատ կարևոր կետեր կյանքի մեջ, որ պետք է պահպանել ու ճիշտ ձևով պահպանել։ Կարմիրի ու նարնջագույնի վառ երանգներով ստեղծված հղի կնոջ պատկերը վերբարձրացրած բռունցքով դառնում է կյանքի շարունակության, ուժի ու ներքին ամրության խորհրդանիշ։ Կտավում արտահայտված է նաև մայրական սերը, այն խորը կապը, որը ձևավորվում է դեռևս երեխայի ծնվելուց առաջ։ Ցանկացած մեկս մոր երեխան ենք։ Ամեն ինչը հենց սկսվում է կնոջից եւ մորից։ Ստեղծագործելով դեռ մանկուց արվեստը նկարչի համար այն միակ ապահով տարածքն էր, որտեղ տարիներ շարունակ ձևավորվել են իրեն հուզող հարցերն ու ապրումները։ Այս ցուցադրությամբ նա առաջին անգամ է հանրության առաջ բացում իր աշխարհը։ Մենք մեր յուրօրինակությունը, մեր տեսակը չկորցնենք, որովհետև դա ամենահեշտն է, բայց հետագայում ամենաբարդն է լինելու վերադարձնել։ Դրա համար պետք է պահպանել այն արժեքները, ինչ որ մեզ սերմանել են, ու եթե նույնիսկ այս պահի դրությամբ զգում եք, որ արդեն չկա, վերադարձնել եւ փորձել գնալ հետ, հասկանալ, որ պահին է դա կորել։ Արվեստը երբեմն դառնում է կամուրջ մարդու ներաշխարհի եւ արտաքին աշխարհի միջև, բացահայտելով այն, ինչը առօրյայի հոսքում հաճախ աննկատ է մնում։ Հասմիկ Պողոսյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրերի համար։